Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Անտապանի քննարկում հաղորդաշարն է, որը ինչպես եւ ձեզ խոստացել էի, որի ժամանակ մենք Modus Vivendi կենտրոնի ղեկավար Լիազոր եւ արտակարգ դեսպան Արա Պապյանի հետ քննարկելու ենք 18-20 թվականների հանրապետության հետ կապված կնճռոտ հարցերը, եթե հիշում եք, այս հաղորդման Պատճառը դարձավ մեր հեռուստադիտողներից մեկի պնդումը, որ այն ժամանակ ուրեմն Արցախը եւ Նախճեվանը եղել են Ադրբեջանի կազմում եւ նա հղում էր փաստաթղթեր։ Իմիջիալոց ասեմ, որ այդ 3 այս անոնսից հետո, երբ որ ես հայտարարեցի, որ այսօրվա հաղորդման հյուրը Արա Պապյանն է լինելու եւ մենք խոսելու ենք հենց այս թեմայի շուրջը, նույն հեռուստադիտողը ինձ ուղարկեց բազմաթիվ փաստաթղթեր, բազմաթիվ ուրեմն արտահայտություններ, որոնք մենք այսօր կքննարկենք պարոն Պապյանի հետ, ինչպես նաև հեռախոսով կփորձենք պատասխանել հարցերի, եթե այդպիսիք լինեն, բայց նախ եւ առաջ ես կխնդրեմ պարոն Պապյան ներկայացնել այդ թվականների Հայաստանի Հանրապետության ազգերի լիգայի հետ կապված հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի եւ ազգերի լիգայի հետ կապված հարցերը, համեցեք։ Նախ պիտի ասեմ, ես ուրախ եմ, որ նման հարցապնդումը հնարավորություն է տալի կրկին անդրադառնալ եւ որոշ բացատրություններ տալ։ Հեռուստադիտողի ամբողջ եւ հիմնական կրվանը նա է, որ ինքը բերում է Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին ազգերի լիգայի 5-րդ հանձնաժողովի 3-րդ ենթահանձնաժողովի մի փաստաթուղթ, որտեղ ասում է, որ տեսեք գրված է, այստեղ ավելի խոշորացված, Ադրբեջանի տարածքը 40,000 մղոն, հետո 1,300,000 քառակուսի կիլոմետր, որը տեսնում եք ինչ անփույթ կազմած փաստաթուղթ է, որովհետև հաստատ 1,300,000 չի կարող լինել 40,000 մղոն եւ այլն, եւ սրա հիման վրա ասում է, որ Ադրբեջանի տարածքը եղել է այսքան կամ 103,000 ընդունենք որ սխալ է, հետեւաբար ինչպես ինքն է գրում Արցախը, Նախիջևանը, միգուցե Զանգեզուրը Ադրբեջանի մաս են։ Նախ ասեմ, որ Նախիջևանի մասով Նախիջևանը Ադրբեջանի ենթակայության է տրվել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի փաստաթղթով եւ հոկտեմբերին Կարսի պայմանագրով։ Հետեւաբար սա չէր կարող դրան անդրադառնալ, որովհետև Մոսկվայի պայմանագիրը ըստ էության անօրինական եւ բան է։ Մյուս կողմից, եթե անգամ ընդունենք 103,000-ը, ինչու է ինքը ենթադրում, որ դա Արցախի եւ Նախիջևանի հաշվին է։ Միգուցե դա Դաղստանի հաշվին է, ինչպես առ այսօր իրենք նկարտումներ ունեն կամ Վրաստանի։ Բայց անդրադառնանք բուն փաստաթղթի։ Հիմա միջազգային իրավունքի մեջ, ինչպես ամեն մի իրավունքի մեջ փաստաթղթի կարգավիճակից է ածանցվում նրա օրինական կամ օրինական լինելը, նրա մեջ ամրագրված դրույթների հիմնավորությունը։ Այս հանձնաժողովը չի ունեցել երբևէ որոշելու որևէ երկրի տարածք։ Այս հանձնաժողովը պարզապես ընդունել է փաստաթղթերը, բաժանել է անդամ երկրներին այդ տվյալները, որ տվել են, ինչպես առ այսօր օրինակ ՄԱԿ-ի քարտուղարությունն է անում, որի հիման վրա արդեն որոշում են կասել իրավասու մարմինները։ Այսինքն այստեղ հիշատակվածը ամենակարևորը մեր հայրենակից ուշադրություն չի դարձել մի շատ կարևոր հանգամանքի, որ փաստաթղթի սկզբում հստակ գրված է, որ իրենք դիմել են, ինֆորմացիաներ են ստացել եւ այս փաստաթղթի մեջ ըստ էության ամրագրված այն տեղեկությունը, որ ասում է it has obtained from the delegates of the Geneva a statement concerning the facts on which precise information was required. Այսինքն այս տեղեկությունները իրանց տրամադրվել է Ադրբեջանի պատգամավորների կողմից եւ իրենք դա տարածում են, ինչպես արվում է հայկական պատվիրակություն։ Հեռուստադիտողների ծանոթ չի այդ գործընթացին, թե ինչպես էին ազգերի լիգայում անդամակցում եւ քարտուղարություն չէր տարածում։ Ես կարող եմ բերել նույն Հայաստանի դիմումի վերաբերյալ այս անդամակցության մասին, որտեղ նույն քարտուղարությունը տարածել է, որ Հայաստանի տարածքը 214,000 քառակուսի կիլոմետր է։ Ինչու՞, որովհետև ենթադրել է
հայկական պատվիրակության հիման վրա եւ հստակելի արխիվում գրած է, որ Վան Բիթլիս, Էրզրում եւ Տրապիզոն նահանգները ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության մաս են կազմում։ Հետևաբար կրկնում եմ, առաջինը անդամակցության հարցերով զբաղվող հանձնաժողովը չի ունեցել երբևէ իրավասություն որոշելու որևէ երկրի եւ հավակնություն չի ունեցել չել արել սահմանները, այդ հանձնաժողովը տարածել է ազգային պատվիրակությունների կողմից ստացած տեղեկությունները, եւ սա դուք տեսնում եք եւ հայկական պատվիրակության եւ առումով, եւ սա ոչինչ չնշանակող փաստաթուղթ է։ Հիմա, իսկ որն է բնականաբար, ես ինչն եմ պնդում, ինչի հիման վրա։ Ազգայնական ստեղծել է հատուկ հանձնաժողով։ Այստեղ տեսնենք, պարզ գրված է եւ շատ կարեւոր է, այս հանձնաժողովը ունեցել է նման լիազորություն եւ ինքը կոչվել է Report and Proposals of the Commission Ինչ հանձնաժողովը for the delimitation of the boundaries of Armenia, այսինքն եղել է հանձնաժողով, որը սահմանները որոշողն է եղել։ Ի տարբերություն իր հղում կատարած հանձնաժողովը, որը ընդամենը անդամակցության վերաբերյալ, որը իմիջիալոց մերժել է, հենց ասելով, որ Ադրբեջանը չի վերահսկում այդ հավակնող տարածքները եւ բնականաբար դա պատճառներից մեկն է եղել։ Հիմա այս հանձնաժողովը, որը որ ստեղծվել է ազգերի լիգայի նման իրավասություն ունեցող մարմնի կողմից, խորհրդի կողմից, եւ այստեղ տեսնում եք խորհրդի 4 մշտական անդամ երկրների ներկայացուցիչներ, այսինքն բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիա։ Եվ իրենք որոշել են, որն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանը, հիմք ընդունելով էթնոգրաֆիկ տվյալները, այստեղ նրանքից քարտեզն է, այստեղ դուք տեսնում եք արևելյան սահմանը, եւ հենց իրենց որոշմամբ եւ Լեռնային Ղարաբաղը եւ Դաշտային Ղարաբաղը եղել է Հայաստանի Հանրապետության մաս։ Այսինքն այս հանձնաժողովը ունեցել է լիազորություն, այս հանձնաժողովը որոշում կայացրել է։ Իր հղում կատարած փաստաթղթի մեջ տվյալ հանձնաժողովը չի անդրադարձել այդ հարցին, չի որոշել, պարզապես տարածած փաստաթղթի մեջ ինքը հղում է կար, ինչպես obtained from the delegates of Azerbaijan եւ այլն։ Վերջ։ Նախճեվանի մասին Նախիջևանը ասացինք, որ Մոսկվա եւ Կարսի պայմանագրերով է, Նախիջևանը դեպ ասեմ երբևէ վիճելի տարածք չի համարվել, եթե օրինակ այո Ելիզավետպոլի նահանգի որոշ մասեր համարվել են վիճելի, այդ հավակնությունները ինչի վրա են հիմնված Ադրբեջանի, որ Ադրբեջանը Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները, չգիտես ինչու համարել է իրենը, դա էլ մի քիչ հասկանալի չի, այս Բաքվի նահանգն է, այստեղ դուք տեսնում եք, որի տարածքը եղել է 37948 քառակուսի կիլոմետր եւ սա Ելիզավետպոլի նահանգն է։ Եվ այստեղ դուք տեսնում եք, այո, Ելիզավետպոլի նահանգի մաս է կազմել եւ Արցախը եւ Զանգեզուրը բնականաբար։ Մեծ Սյունիքը, բայց դա ինչ կապ ունի Ադրբեջանի հետ։ Սա ռուսական վարչական բաժանումն է։ Երևանի նահանգի մասը կազմել Նախիջևանը, նույն քարտեզի մեջ դեռ եւ այն վիճելի երբևէ չի եղել։ Այն դարել է, այսպես ասած, հավակնությունների առարկա միայն 1920 թվականի օգոստոսին, երբ որ եւ երիտթուրքերի պատվիրակությունը եւ քեմալականների պատվիրակությունը Մոսկվայում էր, բանակցություն էր վարում բոլշևիկների հետ եւ իրենք կարողացան համաշխարհային հեղափոխությամբ տարված բոլշևիկներին համոզել, որ պետք է այս տարածքները տալ Ադրբեջանին, որպիսի ցամաքային կապ ստեղծվի։ Դա կրկնում եմ օգոստոս 24-ից 26-ի Մոսկվայի առաջի կոնֆերանսն էր, որը հանգեցրեց նրան, որ արդեն հաջորդ տարի 21-ի մարտի 16-ին, այո, կնքվեց համաձայնագիր, որ Երևանի նահանգի մաս հանդիսացող այդ տարածքը, Նախիջևանի տարածքը տրվեց ոչ թե Ադրբեջանի մաս, այլ որպես պրոտեկտորատ Ադրբեջանին։ Իդեպ ասեմ, երբ որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը ստեղծվեց Ադրբեջանի կողմից եւ արդեն ՍՍՄ-ի մաս կազմող, Թուրքիան պաշտոնապես բողոքեց եւ այդ գրավոր նոտանել կա, որ սա խախտում է Մոսկվայի պայմանագրի, որտեղ Մոսկվայի պայմանագրով դա նախատեսված չի։ Հետևաբար 21 թվականի
ոնց որ ասած այս իրողությունները կապ չունեն ազգերի լիգայի անդամակցության հարցի հետ, որովհետև այն փաստաթուղթը, որ կա, ինքը ասում է այս նոյեմբեր ամսին է եղել դիմումը, նոյեմբեր ամսին է եղել մը, թե հստակ չի, որ նոյեմբերին է 20 թե 21 թվականին, ամեն դեպքում ուզում եմ կրկնեմ, ազգերի լիգան երբևէ չի անդրադարձել Ադրբեջանի սահմանների հարցին։ Այ հանձնաժողովը ստեղծվել է եւ նորից եմ ուզում հստակեցնել, որ այդ հանձնաժողովում միանշանակ գրված է սահմանի մասին եւ հենց այս սահմանով էլ հստակվել է Վրաստանի ու Ադրբեջանի սահմանը։ Այո։ Այս Ղարաբաղի հարց փակելու հետ կապված բրիտանացի գեներալ Թոմսոնի դերը, որովհետև համարվում է, որ ուրեմն 19 թվականի հունվարին Թոմսոնը Արցախը դրել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Չէ, Ադրբեջանի տիրապետության տակ չի դրել, Թոմսոնի այդ հերագիրը, որը վկայակոչում են Անդրանիկին տակ։ Վերահսկողության տակ։ Այդ ուրիշ բան, հա, Սուլթանովը նշան չէ։ Սուլթանովը այո, նշանակվել է որպես գեներալ գուբերնատոր։ Դա եղել է։ Բայց հենց այդ նույն հերագիրի մեջ, որ ինքը դիմում է Անդրանիկին, ինքը ասում է դու մի գնա, որտեղ Փարիզում այդ հարցը որոշվում է, եւ երբ որ կորոշվի, դրանց հետո էլ իզուր մի բարդացրու վիճակը։ Անդրանիկն էլ լսում է, չի գնում, մա ճիշտ անում, չի գնում, թե բան, այդ ուրիշ հարց։ Եվ Թոմսոնը այդ առումով ճիշտ է։ Դրանից հետո 20 թվականի փետրվարի 24-ին ազգերի լիգան դնում է, որոշում է եւ Արցախը տալիս է Հայաստանին։ Վերջ, ստեղ Թոմսոնի դերն ինչ են։ Սա գիտեք ինչու է այս ամբողջ հեքիաթները։ Թոմսոնի այդ հերագիրը հիշում են, բայց 21 թվականի հուլիսի կավբյուրոյի որոշումը եւ նիստը չեն հիշում։ Կներեք, այս ամբողջը Թոմսոնի հերագիրի հիման վրա չի տրվել Արցախը Ադրբեջանի ենթակայության տակ, այլ կավբյուրոյի հուլիսի 5-ի որոշմամբ։ Երբ որ 4-ին մի որոշում կա, ասեցին 5-ին, իմիջայլոց ասեմ, որ ես հենց այս հեռուստաընկերությունից իմ հեռարձակվող միջազգային հարաբերություններ եւ միջազգային իրավունք հաղորդաշարում ունեմ առանձին հաղորդում նվիրված Նախիջևանին, կարող եք վերադառնալ, նայեք այդ ամբողջ փաստաթղթերը կա։ Այո, լավ կլներ, որ Թոմսոնը նման հերագիր տված չլներ, բայց կրկնում դա որևէ նշանակություն չի ունեցել, որովհետև կլներ Անդրանիկը Արցախում թե չէր լինի Արցախում, եթե բոլշևիկները որոշել էին Արցախը տալ Ադրբեջանին, իրանք տալու էին։ Անդրանիկը չէր կարող դա պաշտպանել, Անդրանիկը կրվողը չէր նախ 11-րդ Կարմիր բանակի դիմաց, իսկ Արցախը օկուպացել է ոչ թե թուրքական կամ ադրբեջանական բանակը, խոսքը 21 թվականի միայն Կարմիր բանակը 11-րդ։ Հիմա եկեք ընդհանուր փորձենք անդրադառնալ այդ 18-20 թվականների հանրապետության ճանաչված լինելուն, ճանաչված չլինելուն, Ադրբեջանի հանրապետության ճանաչված լինելուն կամ ճանաչված չլինելուն։ Այս հարցը կարևոր է հետևյալ առումով։ Տեսեք, ի տարբերություն մեր երկու հարևանների, Հայաստանի հանրապետության իր ստեղծվելու ժամանակ, ես նկատի ունեմ սովետական միության փլուզումից հետո, այսպես խուսափողական ձևակերպումներով գրեց իր անկախության հռչակագիրը ի տարբերություն հարևանների, որոնք պարզապես վերականգնեցին իրենց 18-20 թվականների այդ պետականությունը։ Եվ սա բերեց որոշակի խնդիրների, ես կարծում եմ, սա այն 2-3 գլխավոր սխալներից մեկն է, որ արել են Հայաստանի իշխանությունները, որը որ բերել է այսօրվա ճգնաժամին, Արցախի կորստին, Հայաստանի Հանրապետության գոյության սպառնալիքին որպես այդպիսին։ Հիմա բոլոր, ես նորից կրկնեմ, ոչ մի պաշտոնյա երբևէ որևէ հրապարակային բանավեճի, հոդվածի, իր խոսույթում որևէ մի անգամ չի հիշատակել 18-20 թվականների հանրապետությունը որպես իրավունքի աղբյուր, որը կարող էր սովետական միության վերանալուց հետո ստեղծված հանրապետության համար դառնալ հիմք այս կամ այն հարցերը պնդելու համար։ Հակառակը նրանք գնում էին ուրեմն
տարբեր սկզբունքների, սկզբում միացում եղավ, հետո փոքրամասնության ուրեմն ինքնորոշման իրավունք եւ այլն։ Այսինքն ակնհայտ էր, որ այստեղ կար իրավունքի այսպես որոշակի պակաս եւ երբեք Հայաստանի պաշտոնյաները չեն փորձել այդ իրավունքի պակասը լրացնել ուրեմն 18-20 թվականների հանրապետությանը տրված իրավունքներով։ Ինչու՞։ Մի շարք պատճառներ կան, կարծում եմ առաջինը այն մտավախությունն էր, որ եթե դա ենք հիմք ընդունում, ապա հստակորեն Թուրքիան հասկանալու է, որ իր նկատմամբ կան տարածքային պահանջներ, հետևաբար չենք ուզում Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնենք, Թուրքիան հնարավոր է մի օր մեր եղբայրը դառնա։ Այն ինչ որ անում ներկա քաղաքականությունը, իշխանության եւ այլն, որը կարծում եմ հիմնազոր կա, որովհետեւ բազմաթիվ անգամ եմ ասել, Թուրքիան իր քաղաքականությունը չի խարսխում մեր դիրքորոշման վրա եւ այլն։ Այսինքն առաջինը Թուրքիայի հարցում մտահոգություններ էր։ Երկրորդը, որը կարծում եմ ավելի կարևոր էր, դա Ռուսաստանի դերն էր, որովհետեւ սովետական քարոզչությունը միշտ ասել է, որ սովետական իշխանությունը փրկեց Հայաստանը եւ տվեց այս 29000 թե 28700 չգիտեմ քանի թե ոնց որ թե առաջի սովետական Հայաստանը 30-31 եւ այլն էս տվեց։ Հիմա այստեղ մեջտեղ էր գալի որ չէ այդպես չի ընդհակառակը բոլշևիկները քո երկիրը հիմա գանք ճանաչումին քո ճանաչված երկիրը ճանաչված սահմաններով տրոհելա եւ բաժանելա ինչպես Ջեյմս Ջերարդն էր ասում Միացյալ Նահանգների դեսպանը Գերմանիայում որ սովետական Ռուսաստանը օկուպացրեց Հայաստանը կիսեց իր եւ Թուրքիայի միջև եւ իր մասից էլ որոշ հատվածներ տվեց Ադրբեջանին եւ Վրաստանին մնացածի վրա էլ փակցրեց սովետական Հայաստան պիտակը դա Ջեյմս Ջերարդի խոսքերն է մարդիկ հասկանում էին ինչա տեղի ունենում այսինքն ոչ ոք չէր ուզում իրականության աչքի նայել ռուսների հետ հարաբերություններ փչացնել ի տարբերություն օրինակ Ադրբեջանի որը իր անկախության հռչակարը միանշանակ ռուսական գոյությունը հարավային Կովկասում եւ իր ներկայիս տարածքում թեւե ժամանակ Ադրբեջան չկար բնականաբար երբ որ 803-ին 12-ին գրավելա 13-ին Գյուլիստանի պայմանն դրանց առաջել դեռ Պետրոսի արշավանքների ժամանակ մասամբ որպես կիսված եւ օկուպացված երկիր Ռուսաստանի կողմից այդ ամբողջը իրենք արել են սա էր այսինքն պատճառը ասենքն էլի այնտեղ բազմաթիվ պատճառներ կար որովհետեւ նաեւ պիտի ասեմ որ սովետական միության իսկ դրանց առաջոցական Ռուսաստանի քաղաքականությունը դա արդեն ասեցի համաշխարհային հեղափոխության տարածումներ ամբողջ աշխարհում որը չհաջողվեց իսկ դա ուզում էին անեն իսլամական աշխարհի միջոցով բնականաբար Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով այո Եվս մի պնդում այդ նույն ուրեմն հետազոտությունից այսպես ասենք որ Վիլսոնյան վճիռը որը որ պատրաստել էր Վիլսոնը ինքը հենված էր Սևրի պայմանագրի ստորագրման վրա եւ քանի որ Սևրի պայմանագիրը չի ստորագրվել այդ վճիռը բնականաբար ուժի մեջ չի Սա այն ցավալի վիճակներից է որ մարդիկ ինչ որ բան գիտեն բայց չգիտեն ամբողջը եւ սա շատ վտանգավոր վիճակ է մարդիկ որոնք չգիտեն իրենք պնդումներ չեն անում մարդիկ որ մի քիչ գիտեն իրենք նման պնդումներ չէին անի եթե պարոնը ծանոթ լիներ իմ կողմից հրատարակած իրավարար վճիռի փաթեթին կտեսներ որ ապրիլի 26-ին Փարիզի վեհաժողովը դիմել է Ուդրո Վիլսոնի իրավարար վճիռը կայացնելու խնդրանքով մեկ եւ մանդատի հարցով եւ հստակ նշել է որ սրանք երկու տարբեր հարցեր են մանդատի հարցը գիտենք որ կոնգրեսը մերժեց իսկ մայիսի 17-ին հիշեցնեմ որ Սևրի պայմանագիրը օգոստոսի 10-ին է ասենք 2.5 առաջ մայիսի 17-ին Փարիզում դեսպանը Վալասը հատուկ նոտայով տեղեկացրեց վեհաժողովին որ Ուդրո Վիլսոնը ստանձնում է իրավարարությունը այսինքն դրա հիման վրա չէր այսինքն ապրիլի 26-ի հայցադիմի հիման վրա էր հունիսի սկզբին
Միացյալ Նահանգները ստեղծեցին էլի հատուկ հանձնաժողով պրոֆեսոր Վեստերմանի գլխավորությամբ, որը պատրաստեց այդ փաստաթուղթը, այո, օգոստոսի 10-ի փաստաթուղթը ոնց ասած կրկնեց, ինչպես արեմտը երկրորդեց այդ պահանջը, բայց նորից եմ կրկնում, հանձնաժողովը ստանձնել այդ ամբողջը դրանից առաջ, որի հիման վրա կատարվեց վճիռը օրինական։ Հիմա ես մի փաստարկել բերեմ 1923 թվականի օգոստոսի 6-ին ստորագրվել է մի համաձայնագիր Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև, որով պիտի վերականգնվեին դիվանագիտական հարաբերությունները այդ երկու երկրների միջև, որտեվ Օսմանյան կայսրությունը 1917 թվականի ապրիլին խզել էր դիվանագիտական հարաբերությունները։ Ահա այդ փաստաթուղթը, այսինքն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փաստաթուղթը Սենատը քննության վերցրեց 1927 թվականի հունվարին, քննարկեցին, լիքը մարդ կողմ էր, որ վերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, սենատոր, բայց սենատնի մեծ մասը մերժեց, այսինքն չանցավ այն հիմնավորմամբ, որ եթե իրենք այս փաստաթուղթը, այսինքն դիվանագիտական հաստատում են, ապա սա հակասության մեջ է մտնում Woodrow Wilson-ի իրավարար վճռի հետ։ Այսինքն սենատը իր քվեարկությամբ 1927 թվականին արդեն Լոզանի պայմանագիր, Կարս, Մոսկվա բոլորից հետո վերահաստատեց, որ Woodrow Wilson իրավարար վճռը ուժի մեջ է։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը լինի հեռուստադիտողը, լինի ես, շատ ավելի, այսպես ասած, այդ հարցին տեղյակ են, քան են սենատորները, որտեղ անգամ այն սենատորները, ովքեր հանդես էին գալիս հոգուտ վավերացնելու դիվանագիտական հարաբերություն վերականգնումը, որևէ մեկը երբևէ չի ասել, որ իրավարար վճռը ուժի մեջ չի։ Հետևաբար իրավարար վճռը ուժի մեջ է, հա, իմիջիայլոց ես այս դեպքը պատմել եմ, որ այս ամբողջի սկզբնավորումը, այսինքն իմ մեջ առաջացել այն ժամանակ, երբ որ գեներալ գնդապետ Կվրիկօղլուն իրենց գլխավոր շտաբի պետը հենց Անկարայում ՆԱՏՕ-ի պատվիրակությանը բացատրում էր, որ իրանց վիճակը վատ է եւ ինչ որ հավակնությունների հարց է առաջանալու եւ իրավարար վճիռ, Սևրի պայմանագիր եւ հա, իդեպ ասեմ Սևրի պայմանագիրը ուժի մեջ է։ Եթե Սևրի պայմանագիրը ուժի մեջ չլներ, ապա արաբական այս հատվածը Միջին Արևելքի չէր համարվի այլևս ոչ Օսմանյան տարածք, հետևաբար մանդատները չէին կարող տրվել, որտեվ Ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածը հստակ եւ միանշանակ ասում է, որ մանդատները կարող են տրվել Օսմանյան կայսրության նախկին տարածքների հիման վրա, նախկին former territories, իսկ այդ նախկին դարձել են միայն Սևրի պայմանագրի ուժի մեջ մտնելով, որոնք ուժի մեջ են ստորագրման պահից, հենց դրա հիման վրա ստորագրման, էլի եմ կրկնում, բա եթե Սևրի պայմանագիրը անօրինական է, ապա ինչի հիման վրա գոյություն ունի Սիրիան, Լիբանանը, Իսրայելը, Պաղեստինը, Հորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը եւ շարունակեց այդպես եւս մի 5 10 Մեկ փաստարկ եւս բերեմ եւ սրանով այս հատվածը վերջացնենք։ Վիլսոնի նամակի մասին բրիտանական դեսպանին, ըստ որի նա այնտեղ պնդում է, որ իր այդ վճիռը հենց Սևրի պայմանագրի վրա է եւ ելնելով այն սկզբունքից, այն պատկերացումից, որ Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի, փաստորեն դուրս է գալիս, որ Վիլսոնը հրաժարվել է վերջում այդ իր բանից, էլի։ Չէ, եթե անգամ նման բան ա պնդել, ես ուղղակի հիմա տեղյակ չեմ, թե ինքը ինչ նկատի ունի եւ ինչ կոնտեքստում ա դա արվել։ Ես տպել եմ ձեզ մոտ եմ շատ տվել լավ, ամեն ես նոր դեպքում։ ծանոթ չեմ, բայց դեռ եմ կրկնում, նախ Սևրի պայմանագիրը դրկեմ ուժի մեջ է։ Սևրի պայմանագիրը ուժի մեջ է։ Հասկանում եք, եթե Սևրի պայմանագիրը ուժի մեջ չլներ, այնտեղ լիքը ուրիշ բաներ կա։ Մյուս կողմից իրավարար վճիռը կայացվել է։ Իրավարար վճիռը մտել է ուժի մեջ, այն երբևէ չի բողոքարկվել, եւ այն առավել, ասեմ ձեզ, կնքվել է Միացյալ Նահանգների մեծ կնիքով, ենթաստորագրվել է Բողոքարկվելու իրավունք ունեն։ երկու ամսվա ընթացքում,
2 ամիս իրավունք ունեն, այո, եթե իրար վճռակատարվում, եւ ես էլի ունեմ խորհուրդ կտամ իմ հաղորդումները նայեք, ես բերել եմ այն բոլոր 4 հիմքերը, որով կարելի է բողոքարկել, 4 հիմքերից որևէ մի հիմքն էլ բան չի, այսպես այստեղ չէր գործելու, դա կոմպրոմիի իրավասբանի հիմքն է, ոչ թե կոմպրոմի, այսինքն հայցադիմումի, կրկնում եմ, հայցադիմումը եղել է ապրիլի 26-ին, լիներ Սևրի պայմանագիրը չլիներ, միևնույնն է այս վճռ բանը, ուղղակի Սևրի պայմանագիրը մի անգամ եւս վերացան, նաեւ ասեմ, որ կոմպրոմիները վավերացման կարիք չունեն, ստորագրությունը բավարար է, Իդեպ ես այստեղ աչքովս ընկավ մի բան, որ ասում եմ Թուրքիան չի վավերացրել Սևրի պայմանագիրը, դա հին սովետական ռոպագանդա է, որ ամբողջ աշխարհում տարածված է, սխալ է։ Սևրի պայմանագիրը վավերացվել է Օսմանյան օրենսդրության համաձայն, եւ դա արվել է նախապես մինչեւ Սևրի պայմանագրի ստորագրությունը, միջազգային իրավունքը դա թույլ է տալիս։ 20 թվականի հուլիսի 25-ին Սուլթան Մոհամմեդ 6-րդը հրավիրել է Շորայ, չգիտեմ, այդ բանը Դովլաթի պետական խորհուրդը, բանը Շորայ Դովլաթի, որտեղ ինքը ուղիղ հարց է տվել։ Մայիսի 11-ին հրապարակվել էր արդեն Սևրի պայմանագիրը, որ մենք սա ընդունում ենք, թե ոչ։ Բոլորը բացի մեկից, Մարշալ Ֆևզից ասել են այո, այսինքն տվել են իրենց համաձայնությունը, թեև կրկնում եմ, դրա կարիք Օսմանյան սահմանան չկար, Սուլթանը միահեծան իրավունք ուներ դա անելու, եւ Սուլթան ուղարկել է պատվիրակություն, դրանից հետո օրինական, որոնք ստորագրել են, ընդունել են եւ այլն։ Հետեւաբար թե ինչ հա գրել Ուիլսոնը ինչ որ միտեղ ինչ նամակի մեջ հատկապես դա հաստատ իր կարգավիճակով այդ փաստաթուղթը ավելի ցածր է քան իրավարար վճիռը եւ Միացյալ Նահանգների կնիքը։ Շատ լավ, հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կսկսենք պատասխանել հեռուստադիտողների հարցերին, ընդ որում խնդրում եմ, որ հարցերը լինեն միայն այս թեմայի շուրջը, որովհետեւ այս հաղորդման նպատակն է մեկ ընդմիշտ վերջ դնել նման ուրեմն տարակարծություններին այս փաստերի շուրջը։ Գովազդը եթե Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Modus Vivendi կենտրոնի ղեկավար արտակարգ լիազոր դեսպան Արա Պապյանի հետ։ Մեր քննարկումը 18-20 թվականների Հայաստանի ճանաչումն է եւ բոլոր այդ տարակարծությունները այդ խնդիրների շուրջը։ Մենք խոստացել ենք հեռախոսներին պատասխանել, այնպես որ ընդունում եմ առաջին հեռախոսազանգը։ Բարև ձեզ, դուք եթերում եք, հիշեցնում եմ, որ ձեր հարցը պիտի լինի հենց այս թեմայի շուրջը։ Լսում ենք ձեզ։ Ես համաձայն եմ, որ ռուսները սրբություն չունեն, Նախիջևանը 21 թվին 1900 Թուրքիայի բան արեցին, կռվախնձոր սարքեցին, աշխարհը զարմանում է։ Ես դրսում եմ մտնել ոնց է տենց քարտեզը։ Դա հասկանալի է։ Բայց հարց կա էլի, շատ լուրջ հարց եմ ուզում տամ, պատմաբանին։ Ախր ես անգլիացիքել են այդ ձևի։ Իրոք այդ ձևի է։ Դες ասենք իրանք ասում են Գրենլանդիան մեզ տվեք, այն մեզ տվեք, նույն բաները անում են։ Սուրի ուժերի մոտ մեղավոր է, իսկ մենք հայերս, կոնկրետ ես, թողնում գնում ենք Հայաստանից։ Ու նման հազարավոր մարդիկ։ Շնորհակալություն ձեր զանգի համար։ Այո, կարևոր հարց եք բարձրացնում, բայց այստեղ ինձ թվում է խորքային հարցը, դա միջազգային իրավունքի աշխատող կամ չաշխատող լինելու մեջ է։ Դե միջազգային իրավունքը խորքի մեջ եւ ընդհանուր առմամբ աշխատել է։ Եթե միջազգային իրավունքը չաշխատեր եւ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմից այդ տարբեր այնտեղ Փարիզի կոնֆերանսներ, մյուսի դեպքում ասենք Թեհրան, Յալտա, Պոտսդամ եւ այլն, այն ինչ որ մենք տեսել ենք, սրա տասնապատիկ պատերազմներն ու, չգիտեմ, մեծ երկրների հարձակվելը փոքրների վրա, սա տալի, որ աշխատել է, երբեք համաշխարհային պատմության մեջ խաղաղության այդքան երկար դարաշրջաններ չեն եղել։ Ինչ վերաբերում է, որ Անգլիան էլ է այդպես, չգիտեմ, ինքնին, հա բնական է, բոլոր կայսրություններն էլ ինչ որ շահեր ունեն, երկրներ են գրավում, որևէ մեկը չի ասում, որ Անգլիան կամ Ֆրանսիան սուրբ են։ Այսինքն բարոյական սկզբունքները այստեղ գործ չունեն, չէ՞, մենք իրավունքի մասին ենք խոսում։ Այո, իրավունքի մասին ենք հենց խոսում, եւ հստակ հասկանալ, որ այսինքն դրանք տարբեր փուլերով են անցել, այսինքն 1648-ին Վեստֆալիայի համաժողովը, 1815-ին Վիեննայի եւ հետո առաջի երկրորդ համաշխարհային ձևավորվել է այս ամբողջ, այն ինչ որ մենք հիմա ունենք, սա չի եղել, ասենք 100 տարի կամ 200 տարի առաջ եւ այլն։ Մյուս կողմից շատ բան կախված է տարբեր երկրների, ասենք դիրքորոշումների հետ։ Հիմա մենք տեսնում ենք Թրամփը եկել է, ինքը երբ որ Գրենլանդիայի մասին է խոսում, դա Թրամփն է, չէ՞ խոսում։ Բայց դեռ չի նշանակում, որ Ամերիկան հարձակվելու է Գրենլանդիայի վրա կամ գրավի կամ բոլորն են այդպես։ Ուղղակի խնդիրը հետեւյալն է, որ 1921 թվականին իբր Ռուսաստանը մեր դաշնակիցն էր ու մեզ ծախեց, սրա մասին է խոսքը։ Եթե Ռուսաստանն որպես թշնամի ընկալեինք, այդ ուրիշ հարց է, մեր ոնց ասած նեղվածություն դրանից չի, ինչպես Արցախի հարցում է։ Հա մյուս երկրներն էլ բան չարեցին, բայց այդ պարտավորությունները Ռուսաստանի վրա էր եւ նա էր մեր դաշնակիցը։ Այո։ Շատ լավ, հաջորդ հեռախոսազանգը ընդունենք, բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, բարև ձեզ, պարոն Պապյան, ողջունում ձեզ Նանտապանի եթերում, շնորհակալություն գալու համար, եթեր նախ մինչև հարցերին անցնելը ես մի առաջարկ անեմ պարոն Պապյանին, որը ես արել եմ պարոն Հարությունյանին, եթե հնարավոր է ազատ ժամանակ այդ բոլոր փաստաթղթերը դնել մի որևէ կայքեջում, որպեսզի մենք կարողանանք դիտել։ Ախտասեմ նախ որ ես մասնագետ միջազգային հարաբերությունների մասնագետ չեմ, չնայած ունեմ որոշակի կրթական փորձ, բայց բոլորիս վերաբերում այս հարցերը եւ լավ կլիներ որ այդ փաստաթղթերը լինեին կայքեջում որևէ որ Facebook-ում որտեղ այնտեղ միայն նկարներ կարող է լինել ասեմ որ մեծ մասը որոնք ես իդեպ ուղարկել եմ պարոն Հարությունյանին կամ պետդեպի արխիվում են կամ մակի կայքեջում ասկերի լիգային վերաբերվող եւ հատկապես մեկ փաստաթուղթ ես կուզենայի, որը ոչ միտեղ չեմ գտել, դա դուք նշեցիք այդ փետրվար 1920 թվականի հանձնաժողովն է սահմանազատման, դա
վրա կա ձեր գրքում, որը իդեպ ես կարդացել եմ, դրա զեկույցը կա քարտեզը, որտեղ կան սահմանները, որոնք պարզ են, բայց այդ քարտեզի, որը իմիջիայլոց ես ներբեռնել եմ ինտերնետից, բայց այդ քարտեզի սահմանների կողքի տեքստը պարզ չէ։ So եթե երբևէ ազատ ժամանակ կամ կարող եք այդ քարտեզը, որը ինչպես նշեցիք նշում է սահմանները, տեսնել, եթե տեքստը պարզ է այդ քարտեզի վրայի դնեք դա մի որևէ կայքեջում, իսկ եթե ենթադրենք պարզ չէ, միգուցե հաջորդ անգամ երբ հաճախեք Միացյալ Նահանգներ կամ Վաշինգտոնի այդ կոնգրեսի արխիվներ, միգուցե նորովի այդ պատճենը հանեք եւ դնեք, որտեղ ինձ համար պարզ չէ այդ քարտեզից ստանալուց, թե որն է այդ սահմանները, որն է ենթադրենք վիճելի կամ որն է պատկանում Հայաստանին։ Սա պարզապես առաջարկ հերոստատիտողի կողմից։ Ասեմ, որ ես կարդացել եմ ձեր եւ գիրքը եւ այդ ձեր ասած հատվածը Ազգերի լիգայի Ադրբեջանի վերաբերող այդ սկզբնական մասը ես նայել եմ ձեր բազմաթիվ հաղորդումներ, այդ թվում Նախիջևանին վերաբերող, ես շատ լավ եմ հիշում, որտեղ Նախիջևանին վերաբերող այդ հատվածում էկրանին չգիտեմ ինչու կարծին վերաբերող փաստաթուղթեր, եթե դուք գնաք կարող եք դիտել, հավանաբար վրիպում էր, բայց նախ այսի Ասեմ հարցից, բայց մինչև հարց տալը, քանի որ կարող էի չհասնենք դրան, ես կարճ ասեմ իմ կարճ մի քանի կետով իմ դիրքորոշումը, որ Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի, որ այդ ամբողջ արաբական աշխարհը նրանց հարցերը լուծվել են ոչ թե Սևրի պայմանագրով, այլ Լոզանով։ Լոզանով է Թուրքիան հրաժարվել այդ բոլոր տարածքներից, որ Սևրի պայմանագիրը, այո, Սուլթանը միահեծաներ կարող էր վավերացնել, բայց նա ընդհանրապես համաձայնվել է ստորագրել, որ Սևրի պայմանագիրը այնտեղ կա կետ, որ ասում է ստորագրելուց հետո պետք է վավերացվի, եւ որ նոյեմբերին 20 թվականի Կարսի գրավումից հետո Սուլթանի կառավարությունը հատուկ նոտա է հղել արտաշնակից պետություններին, սա ես ուղարկեցի պարոն Հարությունյանին, որ ասում է, որ մենք չենք վավերացնելու, Սուլթանի կառավարությունը պաշտոնապես ասում է, որ չենք վավերացնելու, սա պարզապես իմացածը, եւ նաեւ այո, այդ 20 թվականի իսկ դուք եք ասում Ազգերի լիգայի այդ հանձնաժողովը կա, իմ հասկացողությամբ դա Ազգերի լիգայի հետ որևէ կապ չունի, դա 4 գերագույն դաշնակիցների միջդաշնակցային հանձնաժողով է, որը զեկույց եւ առաջադրանքներ արել, եւ իդեպ այդ առաջադրանքների մեջ չկա Տրապիզոնի նահանգը, Վիլսոնը հետագայում դա մեզ նվիրել է։ Բայց սրանք իմ դիրքորոշումներն են, ես կուզենայի իմ հարցը տալ, հավանաբար առաջին հարցը, եւ պարոն Հարությունյան, ես կառաջարկեի, եթե իհարկե հնարավոր է, քանի որ դուք խոստացել եք, որ հավանաբար հնարավոր է բանավեճի ֆորմատ, չնայած դա իմ նախընտրելի ֆորմատը չէր, թույլ տալ, որ ես մնամ գծի, եթե ոչ։ Առաջին հարցը սա, ես կարդացել եմ Ազգերի լիգայի հետ Ադրբեջանի վերաբերող առաջին հատվածը, ես գիտեի, որ դուք կասեիք, որ դա Ադրբեջանի առաջարկությունն է, բայց համաձայն եք, որ այնտեղ այդ ենթահանձնաժողովի հատվածում, զեկույցում, սկզբում չի ասում, որ բոլոր ամբողջ ինֆորմացիան է ստացված Ադրբեջանի delegationից, որ այնտեղ ասում է, որ information was obtained from delegation, ինֆորմացիա ստացվել է Ադրբեջանից, բայց նաև ասում է, որ all information was examined, ամբողջ ինֆորմացիան վերանայվել է, եւ որ ոչ եւ չի ասում, որ ամբողջն է Ադրբեջանի պատվիրակության այդ ցանկությունը, եւ որ կարեւոր է այդ Ադրբեջանի տարածքին վերաբերող հարցում, որ ասում է 100,000, զատում է Ադրբեջանի ցանկությունը եւ այն իրողությունը, որը ենթադրողը համարում է։ Այսինքն ասում է, որ սկզբնավորապես, ոչ միշտ, բայց սկզբնավորապես Ադրբեջանի տարածքը եղել է 100,000 քառակուսի կիլոմետր, բայց եթե հետագայում ավելացվեն Ադրբեջանի ցանկացած տարածքները, կլինի 140,000։ Եվ ինչու է իմ կարծիքով Ղարաբաղը մտնում, որտեղ հիմա 86,000 է, հետագայում 100,000 է եղել դրա պատճառով։ Համաձայն եք, որ նախ ամբողջը չի հիմնված Ադրբեջանի վրա, եւ որ զեկույցը զատում է ցանկությունը իրականությունից։
Շնորհակալություն։ Այդ որ ամբողջը չի, բնական է, իրենք ուրիշ աղբյուրներ են ունեցել, բայց հաշվի առնելով բոլոր այլ երկրների նախօրինակները, թե ինչպես է եղել, որ քարտուղարությունը եւ եթե ներկայացնում էր տվյալ երկրից ստացած տվյալները, դա այդպես է, սա մեկ։ Մյուսը նա է, եթե անգամ ընդունենք 103,000, այդտեղ չի ասում, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասը։ Ասում է 40,000, 103 էլ չի ասում իդեպ, ասում է 40,000 մայլ, square mile, այսինքն ակնհայտորեն զգացվում է, որ դա ընդհանուր կլոր թիվ է, չի ասում 36,447, մյուսը Ադրբեջանի տարածքը, որ եղել է, դուք ասում եք, ինչ փաստաթղթով է եղել, հարցը առաջանում, չէ, այսինքն պետք է ինչ-որ մի այլ փաստաթուղթ որոշած լիներ, իսկ հենց ամբողջ խնդիրն են, որ այդ հանձնաժողովներն ասում են եւ ամբողջ գործընթացը, որ այս երկրների սահմանը հստակեցված չի, իսկ խնդիրն է, որ ես կրկնում եմ, այ հեսա Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգների նկատմամբ հավակնություն ուներ, որը հստակ ազգերի լիգան վարչական բաժանումը հիմք չի ընդունել։ Մյուսը, ինչ վերաբերում է Լոզանի պայմանագրով, ոչ, Լոզանի պայմանագրով չէ, որտեղ Լոզանի պայմանագիրը ստորագրվել է 23 թվականի հուլիսի 24-ին եւ ուժի մեջ է մտել 24 թվականի տարվա կեսերին, չեմ հիշում երբ։ Իսկ մանդատները տրվել են Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային արդեն 1922 թվականին, այսինքն դեռևս Լոզանի պայմանագիրը ստորագրած չկա, կրկնում եմ, իսկ մանդատները իրավունք ունեին տրվելու, եթե այդ տարածքը դադարել էր լինել, այսինքն ենթամանդատային տարածքը դադարել էր լինել Օսմանյան կայսրության։ Դա, այսինքն անհերքելի փաստ է, կարելի է մտնել, նայել, որ մանդատը երբ է տրվել, կրկնում եմ, դա տրվել է մինչև Լոզանի պայմանագրի ուժի մեջ մտնելը։ Իսկ որ այսինքն վավերացման հարցը նորից են գալիս, կրկնում եմ, Սևրի պայմանագիրը օրինականը եւ ուժի մեջ է։ Եթե դուք նայում եք Վիեննայի կոնվենցիայի երկրորդ հոդվածը միանշանակ գրված է, որ պայմանագիրը դա այն գրավոր փաստաթուղթն է, հա, եւ ուժի մեջ է համարվում, եթե այն ստորագրված է contracting parties, այսինքն դա այլ կարգավիճակի փաստաթուղթ է, այսինքն դա անկախ հենց հստակ գրված այն ուժի մեջ է անկախ վավերացումից, վավերացման կարիք կա չկա եւ այլն, դա լրիվ ուրիշ հարց է։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ միջազգային իրավունքը միանշանակ ընդունում է, որ տեղի ունեցել Մուդրոսի զինադադարով unconditional surrender, այսինքն իշխանությունը տրվել է հաղթողներին եւ նրանք են որոշել ինչ պիտի արվի։ Ինչպես օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որևէ մեկը Գերմանիայի վավերացումին չէր նայում, կամ նույն երբ որ հաղթողները որոշում են պարտվողների ճակատագիրը։ Ինչ վերաբերում է այդ փաստաթղթերը դնելուն, այո, ես դրա վրա աշխատում եմ։ Դա տարիների եւ տասնյակ հազարավոր դոլարների հարց է, այդքան հեշտ գործ չի։ Ես վերջերս $2000 տվել եմ, որ կայք սարքեն, հետ հաջող չեն սարքել, չի լինում, բայց այդ ամբողջը դնել, պատրաստել, upload անել, դուք այդ գործի ծավալը չեք պատկերացնում։ Դրա համար ինստիտուտներ են աշխատում, այսինքն։ Ինչ վերաբերում է այդ նշալ քարտեզին, խոսքը այս քարտեզի մասին է, ինչու հստակ չի երևում եւ ինչու upload անել չի լինում։ Սա շատ մեծ ծավալի քարտեզ է։ Սա շատ մեծ ծավալի քարտեզ է, այս սեղանի կեսի չափ, որը պահպանվում է NARA-ում, National Archives and Records Administration-ում, Washington DC-ում, College Park բնակավայրում, որտեղ իրենց ազգային եւ պետական արխիվն է Միացյալ Նահանգների, չգիտեմ, email տվեք, ես կարող եմ այդ email-ով ուղարկել, եթե ծավալը իհարկե կգա, եւ այդտեղ նայեք, բայց այստեղ բանը, եթե ձեզ դա կայքեջում որևէ պարոն Պապյան։ Այդ կայքեջում, նորից եմ կրկնում, այդ ծավալի բանը փաստաթուղթը չի լինում կայքեջում դնել։ Երկրորդը դրա համար ես չունեմ այդ, ասում եք այդ բանը դրեք, ես ոչ դրա թիվն ունեմ, ոչ դրա հնարավորությունը։
Այսինքն ես միայնակ կամ իմ եւ իմ ընկերների փողերով կենտրոն պահող մարդ եմ, որ դուք ինձանից ուզում եք, որ ես անեմ պետական ինչ-որ կառույցի գործեր։ Այդ ծավալի մի հատ հարց տանք, այսինքն ինչի այդ փաստաթղթերը առ այսօր հրապարակված չեն եւ մյուսներ, օրինակ, երբ որ բազմաթիվ հատորներ ա տպել Ադրբեջանը նույն Ղարաբաղի վերաբերյալ, դուք կարող եք հիշել հետ սովետական մեկ օր պահանջվեց Թուրքսի պարոն Հարությունյանին ուղարկեի այդ փաստաթղթերը, որոնք դուք շատ փոքր կներեք, ես ձեր ուղարկածը ինչ է, ես տասնյակ հազարների մասին եմ խոսում, ես էլ ասեմ, տվեք ձեր իմեյլը, ես քարտեզն ուղարկեմ ձեզ, ուղարկելն ուրիշ բան է, կայքում դնելը ուրիշ բան է, եւ այդ կայքը ստեղծելն ու պատրաստելը, պահելը լրիվ ուրիշ բան է, մենք խոսում ենք տարբեր բաները, չէ, հետո նայեք, հետո հարցը հետեւյալն է, այդ ամբողջը պիտի արվի բան ձևով, այսինքն կարգավորված եւ այլն։ Այս ձևով, այսինքն ինքը որ վկայակոչում է այդ փաստ, այո, ամերիկացիք ունեն 205 հատորով տպած, ազգերի լիգան ունելի մոտ 170 հատորով տպած այդ ամբողջը, բայց դրանք տարիների եւ մեծ խմբերի աշխատանքի արդյունք։ Մի հարց եմ ուզում տամ, որ հեռուստադիտողը տվեց, դուք չանդրադարձաք, այդ սահմանազատման հանձնաժողովի կապը ազգերի լիգայի հետ։ Հա, ազգերի լիգայի կապը նա է, որովհետև Ճապոնիան չի եղել ազգերի լիգայի, կներեք, Փարիզի վեաժողովի մեծ երյակի անդամ երկիր, մեծ քառյակի։ Մեծ քառյակը եղել է Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Նահանգներ, մեծ երյակը առանց Միացյալ Նահանգների։ Ճապոնիայի արկայությունը հենց սա ցույց է տալի, որ սա ազգերի լիգայի խորհուրդն է։ Ազգերի լիգայի խորհուրդը բաղկացած էր այս 4 երկրներից, գումարած առաջարկ էր արվել նաև Միացյալ Նահանգներին, Միացյալ Նահանգները քանի որ չընդունեցին, չստորագրեցին եւ չվավերացրեցին Վերսալի պայմանագիրը, որի առաջի 27 հոդվածը հենց ազգերի լիգայի կանոնադրությունն է, նրանք մաս չկազմեցին։ Ճապոնիայի արկայությունը խոսում է ազգերի լիգայի օգտին։ Հիմա երբ որ հունվարի 10-ին ուժի մեջ մտավ 21 թվականի Վերսալի պայմանագիրը, 20 թվականի կներեք, բան եղավ, մի որոշ շրջան Փարիզի վեաժողովը եւ ազգերի լիգան, այսպես ասած, զուգահեռ գործում էին, այնտեղ զուգահեռ տարբեր կառույցներ կար, բայց ենթադրենք, սա Փարիզի վեաժողովին, ասենք ենթադրենք հեռուստադիտողը ճիշտ է, նորից եմ կրկնում, այդ դեպքում Ճապոնիան ստեղ չպետք է լիներ, բայց հարցը առաջանում Լոնդոնի վեաժողով, այն ժամանակ Լոնդոնի վեաժողով էր։ Ինչ? Լոնդոնի վեաժողով։ Այն ժամանակ Լոնդոնի վեաժողով։ Այո, ինչու էր Ճապոնիան մասնակցում այդ դեպքում։ Դե Ճապոնիան գերագույն դաշնակիցների քարակի մեջ էր, կարծում եմ, պարոն Պապյան։ Չէ, մեծ քարակի մեջ չի եղել, իմ ասածն դա է։ Ինքը եղել է ազգերի լիգայի խորհրդի մեջ, մեծ քարակի մեջ չի եղել։ Շնորհակալություն, ես հիմա ձեզ անջատում եմ, սելի հեռուստադիտող, եւ մենք փորձենք ամփոփել, որովհետեւ մեզ 3 րոպե է մնացել։ Հեռախոսազանգերը շատ են, բայց մենք չենք ընդունի հիմա, հետագայում եթե պետք լինի անդրադառնանք այս հարցին, բայց այն, որ իրոք եւ այս փաստաթղթերը, եւ ես ասեմ ավելի ուշ, ասենք Արցախյան հակամարտության հետ կապված այս սովետական միության փլուզումից հետո կամ վերջին շրջանում եղած փաստաթղթերը, որ հավաքված չեն մեկ կայքեջում եւ հասանելի չեն հանրությանը, սա խոսում է նրա մասին, որ մեր իշխանությունները շատ անլուրջ են մոտենում միջազգային իրավունքի հարցերին, որովհետեւ մենք բազմիցս քննարկել ենք ձեզ հետ, պարոն Պապյան, եթե անգամ այս բոլոր խնդիրները մի կողմ դնենք, սովետական միության օրենքների տեսանկյունից եւս այնտեղ կան խնդիրներ, որոնք որ ուրեմն Արցախի հարցում Արցախը կարող է ներկայացնել որևէ միջազգային կենտրոնի, միջազգային դատարանի եւ հաղթել, որովհետեւ այնտեղ էլի ակնհայտ իրավունքի բան կա։ Եվ ես կարծում եմ, որ նման շտեմարանների բացակայությունը մի կողմից մեր ամոթն է, եւ ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հասկանում են այսպիսի շտեմարանների կարեւորությունը, համապատասխան ֆինանսական աջակցություն ուղարկեն Modus Vivendi կենտրոնին, որը կարող է այդպիսի խնդիր լուծել։
Հասկանում եք, ցանկությունը մենակ քիչ է։ Պետք է նաև կարողանալ։ Չէ, modus vivendi-ն որովհետև ֆինանսական աջակցություն չի ուզում իրան ուղարկեն, հիմա տպավորություն չլինի, մենք դրան հավաքենք անում, բայց այս կոչով կդիմի այն մարդկանց, ովքեր որ ի վիճակի են, թող այդ ամբողջը անեն, ինչ ասեմ, ես էլ պատրաստ եմ օգնելու եւ այլն։ Դե ես դրա համար եմ ասում ի վիճակի։ Չէ, բայց հա, տեսեք, ադրբեջանցիները ունեն 5 մեծադիր հատոր տպած Ղարաբաղի հակամարտության մասին փաստաթղթեր։ Բնականաբար եւ 100 հազարավոր փաստաթղթերի մեջ, ինչպես պարոնը, ասենք ինչ որ փաստաթուղթ է, որը ներկայացնում է որպես օգուտ Ադրբեջանի, խմբագրում է ինչ որ։ Հա, կարելի է շատ գտնել, հասկանում եք, դուք 100 հազարների մեջ, հենց այդ փաստաթուղթի մեջ ես ուզում եմ ձեզ մի անգամ ուշադրություն, որ գրած է 1.300.000 քառակուսի կիլոմետր Ադրբեջանի տածք սխալ եւ ճիշտ լիքը բաներ կա։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը վերցնում է հաճախ ոչ թե փաստաթղթերը ամբողջությամբ է տպում, այլ մասամբ է տպում իր ինչ որ պետք է։ Ամբողջ սխալը հայկական կողմի այն էր, որ հայկական կողմը կամ իշխանությունները հավատացած էին, որ վերջ մենք հաղթել ենք, ինչպես ասեց ղեկավարներից մեկը, երբ որ ես իրենց առաջարկել են, որ մենք հարցը լուծել ենք Կալաշնիկովով։ Ես ասեմ սխալ է։ Եվ տեսեք, անգամ այնպիսի հզոր երկիր ինչպես Իսրայելն է, որը զենքի ուժով է խնդիրներ լուծում, ինքը զուգահեռաբար միշտ զարգացնում է իր իրավունքների հարցը, որ դա ես իրավունքն եմ գնում հասնում եմ մինչև Աստվածաշունչ, հետո գալիս է տարբեր մանդատներ եւ այլն, որևէ մեկը ես ասեմ ու ամփոփեմ, չի պնդում, ու ես հենց Ուլսն իրավարար վճռի մասնել եմ, խոսացել եմ, որ միայն միջազգային իրավունքով կարելի է խնդիրները լուծել, միայնով ոչ, բայց սա շատ մեծ կարևոր գործոն է քո իրավունքների հարցով։ Ես անգամ այսպես միամտություն եմ, որ միջազգային իրավունքը 0 է, բայց երբ որ դու 0-ն դնում ես մի թվանշանի կողքին, ապա տասնապատկում է քո իրավունքները, դրանց հաստատակամությունը եւ այլն։ Սրա մասին է։ Առանձին ինքը չի կարող գործել, բայց գործելով ռազմական, տնտեսական, քաղաքական հզորության հետ հաստատ կտասնապատկի մեր հնարավորությունները։ Շնորհակալություն, պարոն Պապյան, ես կարծում եմ այսօր շատ կարևոր եթեր էր եւ կոչ եմ անում մեր հեռուստադիտողներին մեր YouTube-յան էջում հետեւել պարոն Պապյանի միջազգային հարաբերությունները եւ միջազգային իրավունք հաղորդաշարը։ Մենք նկարահանել ենք արդեն երևի մի 20-30 հաղորդում, 60 հաղորդում, կներեք, այո, 60 հաղորդում եւ դիտելով այդ հաղորդաշարի մեջ արծարծվող խնդիրները կարելի է այդ թեմաների մասին շատ ավելի լայն պատկերացում ունենալ։ Սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվում է, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։